Առանց այդ միտինգի առանց ճամփա փակելու չեն կարա, հա, այդ գործողությունները արանեն, մեզի անպայման պիտի բերեն ճամփա փակել տակաման անեն, որ նոր մեր մասին մտածեն։ Մեր մասին պիտի շուտվանից մտածած լինեն։ Թողեք ապրեն, էլի էս մարդիկ, թողեն գնան, Հայաստանից գնանք, այդ է ծեր ուզածը, ինչ եք ուզում։ Հերիք է, հողը ջուրը պաշտպանողը Ռամիգն է եղել, նախնական դարերից մինչև հիմա։ Ոչ մի հարուստի տղա չի զովել, ոչ մի պաշտոնյայի տղա չի զովել, չի էլ մասնակցել կռվի։ Սրանք է կռվել, սրանք էլ թողեք ապրեն, էլի, ինչ եք ուզում։ Պարոն Փաշյան, եկեք մեր պահանջը կա, դարեք, մաքուր ձևով։ Ճամարը դրեցիք, հիմա որ ձեզ կանեք օդի մեջ։ Այս ալիքը վաղը ինձ թվում է ավելի մեծ ալիք կդառնա, եթե այսօր այս հարցին լուծում չտրվի։ Ես ագրեսիվ ոչ մի բան չեմ ուզում, ոչ մի բան, բայց ես ուզում եմ մեր տրանսպորտը մնա։ Թող էլի մուլտի տրանսպորտը աշխատի, թող 2 տրանսպորտ աշխատի, սա այնքան մեծ համայնք է, որ 3 տրանսպորտ էլ աշխատի, հաստատ կաշխատի շահույթով, ոչ թե վնասով։ Մենք մեր պահանջն ենք կատարում, մենք ավել բան չենք ուզում, ես հիվանդքին հազիվ քայլում եմ, այսօրվա դրությամբ ես հասել եմ ստեղ իմ արդար պահանջին, 59-ը մտնելու է մեր տեղափոխման միջոցը, ինչ որ ուզում են մեզ զրկեն, դա չի լինելու։ Մենք կառավարությունից խնդրեցինք մեր կողմից ներկայացուցիչը ներկայացրեց, որ իրավիճակը սենց է, բայց նա մեզ մերժել է։ Մենք հիմա հարցին դրական պատասխանի ենք սպասում։ Եթե ոչ, մենք անելու ենք միջև վերջ։ Ես այս վիճակով որ չեմ կարող քայլել, անելու եմ միջև վերջ։ Գնալու ենք միջև վերջ մեր։ Խնդրում եմ կառավարությունից հենց հիմա որոշումը վերանայեն եւ մեր ժողովրդին այս վիճակի չանեն։ Ես հենց հիմա շատ վատ եմ։